Հիմա փաստորեն իրենք իրենց պետության դեմ հայցեր ունեն եւ դուք հասկանում եք չէ մի դատավոր արդեն իդեպ հաղթել է իր գործը շահել է Եվ շարունակությունը չեմ հիշում ես կասեմ շարունակությունը դուք ասեք եւ մեր մյուս դատավորների խոսքով ասում են որ ընթացիկ փուլերում համենայն դեպս մեր վիճակը լավ է բայց այդ խայտարակությունը մենք ներսում այն դատավորը որ հաղթել է գործը եկել է նորից Հայաստան նորից քննելու եւ Վարչագույն դատական խորհուրդը նույն որոշումը կրկնել է, այսինքն Եվրոպական դատարանի որոշման վրա թքած ունի Հայաստանի Հանրապետության Վարչագույն դատական խորհուրդը։ Հայաստանի Հանրապետության Վարչագույն դատական խորհուրդը թքած ունի նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշման վրա Դավիթ Հարությունյանի գործը մեզ բոլորիս մեզ օրինակ։ Ավելին ասեմ, այդ որ ասեցիք sense պետք է նայենք, հա, ամոթով պետք է նայենք, մի փոքր ավելացնեմ, հա, եկեք երկու ձեռքով այդ ամոթը ցույց տանք։ Գործը Եվրոպական դատարանում ընդունվում է վարույթ եւ կոմունիկացվում է հրատապության կարգով։ Դա նշանակում է, որ տեսել են այնպիսի երևույթ, տեսել են այնպիսի երևույթ են տեսել, այնպիսի իրավիճակ են տեսել, որ հրատապ պետք է գործը քննենք։ Այն դրանից հետո որոշ ամիսներ անց այդ վարչության պետ է նշանակվում Կարեն Անդրեասյանը, ով կոմունիկացվում է Հայաստանի կառավարություն եւ Եվրոպական դատարան եւ Եվրոպական դատարանը հանում է այդ հրատապությունը։ Հաշվում եմ, որ արդեն տես ինչ արդարադատություն է Եվրոպայում։ Երկակի ստանդարտներ էլ։ Նայ, Կարեն Անդրեասյանի որոշումները ըստ էության պետք է այնտեղ քննվեն, հասկանում ես։